ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի միության նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա սեմինարն այս անգամ անցկացվեց Վայոց ձորի մարզում։ Սեմինարը վարում էին Մոսկվայի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական համալսարանի դեկան Մարիա Նիկոլաևնան և նույն համալսարանի դասախոս Տատյանա Վեսելովսկայան։ Мы приехали сюда, я и моя коллега, с такой целью, чтобы рассказать армянским преподавателям, которые преподают русский язык, что русский язык для армянских учащихся сегодня это должен быть иностранным языком. И, естественно, необходимо овладеть методикой преподавания русского языка как иностранного. Մենք քիչ փորձ ունեինք, ասենք ռուսաց լեզուն որպես как иностранный язык, որպես արտասահմանյան լեզու, հա, այդ կոնտեքստով մենք ասենք ոնց որ այդ ուղղվածությունը մեզ համար անծանոթ էր մի քիչ ու այդ առումով մեզ շատ անհրաժեշտ էր շփումը կոնկրետ հա ռուսաց լեզվու ուսուցիչների հետ, շփումը Ռուսաստանից եկած մարդկանց հետ, որոնք ավելի այսպես իրենց լեզվով ավելի շատ գործածական նոր բառեր են բերում, մեզ ուսուցանում են մեթոդիկան, հա, հնչեղության, գրելու, կարդալու եւ այլնի շատ անհրաժեշտ սեմինար է։ Մարիա Նիկոլաևնան և Տատյանա Վեսելովսկայան չափազանց տպավորված էին Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչների ռուսերենի իմացությամբ։ Նրանք վստահ էին, որ այս սեմինարից ստացված գիտելիքները կօգնեն ուսուցիչներին հաղթահարել այն դժվարությունները, որոնք կառաջանան ռուսերենը որպես օտարլեզու դասավանդելուն։ Мы осознали, что для армян это не совсем иностранный язык, потому что преподаватели очень хорошо владеют языком, прекрасно знают методику, и сами ученики, они тоже легко могут перейти на русский язык. Но, конечно, иногда они стесняются говорить по-русски, и им нужно помогать. Я думаю, что преподаватели с этим успешно справляются не только в Երևանը, но и в областях. Վերապատրաստման դասընթացները շարունակվելու են հանրապետության մյուս մարզերում, որտեղ կաշխատեն Ռուսաստանից ժամանած մյուս մասնագետները։ Լուսինե Փիլոյան, Արմեն Ավագյան, լուրեր։